Ողջույն։ Կհաջողվի արդյոք Նիկոլ Փաշինյանին տապալել եպիսկոպոսած ժողովը։ Ինչ իրավիճակ կարող է փոխել Ջեյ Դի Վենսի այցը Երևան եւ Բաքու։ Եվ վերջապես ինչ կարող է անել Լոս Անջելեսի հայկական համայնքը տիրադավների ցուցակը գլխավորող Հովնան Տերտերյանին փաստի առաջ կանգնեցնելու, երկընտրանքի առաջ կանգնեցնելու հարցում կամ տիրադավներ կամ թեմի առաջնորդություն։ Ահա այս հարցերի մասին այսօր մենք քննարկում ենք կազմակերպել, որին մասնակցում են Կալիֆոռնիա Կուրիեր թերթի խմբագիր եւ հրատարակիչ պարոն Հարութ Սասունյանը եւ այս պահին մեծ այդ ուղիղ կապով միացել է նաեւ Տեր Սերոբ Քահանա Ազարյանը, ով գտնվում է Լաս Վեգասում, օրհնեցեք Տեր այր։ Աստված օրհնի, ողջույն ցես եւ ձեր պատվական հյուրին եւ լսարան։ Տեր այր, ուզում եմ ձեզանից սկսել այս քննարկումը։ Մենք վերջին օրերին իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, հրամանով գործող կեղծ արդարադատություն իրականացնող դատարանները ինչ-որ գործեր են կարում, գործեր են սարքում եւ ակնհայտ է, որ նպատակն այն է, որպեսզի խոչընդոտեն arczepiskopos-ների եւ եպիսկոպոսների դուրս գալը Հայաստանից, խոչընդոտեն ըստ էության եպիսկոպոսած ժողովը, որը պետք է տեղի ունենա Ավստրիայում, 10 օրից քիչ ժամանակ է մնացել։ Ըստ ձեզ կհաջողվի Փաշինյանի այդ, այսպես ասած, խմբակին տապալել սպասվող եպիսկոպոսած ժողովը։ Նախ ողջույն ցես, դժվար է ասել, այսինքն եթե կհաջողվի կամ ոչ, իհարկե ինքը պիտի փորձի։ Ինքը իր ամբողջ նպատակը դա է, որ ոչ թե իր սկզբանե ասած իբր թե որ վեհապարը այս կամ այն մեղք է կործել, որի հիման վրա ինքը իբրև սրբության բահող կամ իբրև եկեղեցու օրենքները բահող եւ այլն, այս բոլորը նկատի ունենալով ելեր եւ վեհապարին հաներ, իր նպատակը գլխավոր եկեղեցու թեմ է։ Հայաստանյան սարքելական եկեղեցու թեմ է, ինչու, որովհետեւ ինչպես կտեսնենք, ինքը իր շահերը լրիվ զուգատրած է կամ լրիվ դրած է այն շահերի հետ կապակցված, որ Ադրբեջանի հետ է։ Ադրբեջանի շահերը այն են, որոնք Հայաստանում չպետք է մնա ովևէ հենասյուն, ովևէ ասկային հենասյուն, որ պիտի կարողանա թիմադրել ադրբեջանական կամ փրկո ադրբեջանահայկական, այսպես ասած, հայկական նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանական շահերուն։ Այս բային դրությամբ, երբ որ տապալած են Արցախը գոյություն ունի, երբ որ փորձում են սպյուրքը ճլադել, ինչպես նաև հիմա մենք այստեղ որ արևմտյան թեմի ծիրեն ներս են գտնվում, իր նպատակն է Հայաստանյան եկեղեցու ճլադումը։ Իր նպատակն է Հայաստանյան եկեղեցու գործանում ավելի ճիշտ է։ Այս մասին մի քանի օր առաջ արտահայտվեցի։ Ամենայն դեպս կհաջողվի թե ոչ, ես կգարձեմ, թե գրնալալ չի հաջողվի իր այս անգամ, որովհետև ինքը պիտի փորձի ամեն բան անել, որպեսզի ժողովը տեղի չունենա։ Բայց ժողովը տեղի կգրնա ունենալ, եթե մասամբ կամ երկմաս տեղի ունենա, անշուշտ եթե ուրիշ խաղեր չխաղան, ինտերնետ եւ այլն այլ տեսակներ։ Բայց մենք գիտենք, որ արդեն 4-5 եպիսկոպոսների արգելք է դրված երկրից դուրս գալու։ Հնարավոր է դա իրենք մասնակցեն օրինակ տեսակապով։ Կարող են։ Այո, իհարկե, կարելիությունը կա, դրա կարելիությունը կա։ Ովևէ, նայեք, իրենք միշտ ամեն բան փորձի բացակա, եթե նման արգելք դրվի նաև կաթողիկոսի վրա, ձեզ դա կխանգարի, կտապալի, թե կաթողիկոսի եւս կարող է այդպես մասնակցել տեսակապ։ Այո, դրա մասին ուզենայի ասել։ Տեսեք, այս ժողովը շատ այսպես մի քիչ զարդուղի ժողով պիտի լինի։ Եվ ինչու։ Իրենք փորձում են, այսինքն իրենք որ ասում եմ, դիրատավների խումբը նախ փորձում են ասել, որ Հայաստանից դուրս տեղի չի կարող ունենալ, թե ինչ իման վրա իրենք չկարողացան դա ապացուցել։ Որևէ ապացույց չկա գրված, օրինական, կանոնական, որ ասում է, որ եպիսկոպոսած ժողովը պետք է անպայման Հայաստանի մեջ տեղի ունենա։ Եթե այդպես էր, 1956-ի ժողովը Կահիրեում Հայաստանի մեջ չի եղել բնականաբար։ Հիմա իրենք կարող են չհարգել այդ ժողովը, որ 56-ին երջանկահիշադակ Վասկին առաջին կաթողիկոսի ժամանակ էր։ Բնական է ոչ։ Հիմա կաթողիկոսի մասնակցության մասով իրենք ինչ որ ես գիտեմ, ես իհարկե ամեն բան չեմ գիտեր, բայց ինչ որ ես գիտեմ, կաթողիկոսը անցերմխելի է։ Կաթողիկոսին չեն կարող ասել, որ երկրեն դուրս պիտի չգնա կամ անալի չիման վրա, այսինքն որ հիմա վրա պիտի ասեն, որ վեհապարը։ Իսկ եթե կաթողիկոսը գնա կամ չի գնա, ժողովը էլի դեղի կարող է ունենալ, որ երկմաս, օրինակ, մասը Հայաստան, մասը Ավստրիա։ Եվ ինչու։ Սրա մասին նորից արտահայտվեմ, որով ամեն մարդ կարող է իմ, ասենք, մյուս հարցազրույցին չեն լսել։ Որովհետև սա արդարոց ինչ որ մի երևույթ է, եկեղեցին հալածանքի տակ է, որի հիման վրա
եկեղեցին փորձեց Հայաստանից դուրս կազմակերպել եպիսկոպոսաճյուղը, որովհետեւ ցերպակալություններ, բռնություններ, խոշտանկումներ կամ փանդարգություններ դեր չունենան։ Որի հիման վրա այս անգամ Նիկոլ Փաշինյանը իր բռնադիրությամբ փորձեց խափանել եպիսկոպոսաճյուղը, չթողելով 6 կամ ավելի եպիսկոպոսների Հայաստանից դուրս գան։ Հիմա որի հիման վրա մենք արստիպված ենք on-line անել կամ առցանց։ Այո։ Հիմա դեսնենք այլևս եպիսկոպոսաճյուղով ինչ կգործի։ Շնորհակալություն Տեր Հայր, ձեզ կվերադառնանք, պարոն Սասունյան, ուզում եմ նաև ձեր կարծիքը լսել այս կապակցությամբ։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի ծրագրի մեջ այն է, որ ընդհանրապես տապալվի, թե օրինակ ուղարկի օրինակ այդ 10-11 տիրադավներին Ավստրիա կամ չգիտեմ, եպիսկոպոսաճյուղով այնտեղ հեղաշրջում կազմակերպի, այդպիսի ինչ որ հեռանկար ծրագիր տեսնում եք թե ոչ, այսինքն կարող է հասնել իր նպատակին։ Չէ, չեմ կարծել հեղաշրջումի հարց կա այստեղ, որովհետև այդ դիրատավերը արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու եւ չեն ճանաչում այդ ժողովի վավերագրությունից մեկը հենց մեր թեմի առաջնորդը։ Այո, դա բացառություն էր եւ հագարակ էր այդ իրենց խմբի որոշումին։ Բայց այս ամբողջ խոսակցությունը թե ժողովը գունան թե ոչ, ասեմ շատ բարձ է լուծումը, իզուր դեռ բոլորս էլ չարչարվում ենք, Zoom-ով ժողովը գունենա, էդի գոգնի որ անոնք որ արգելված է Հայաստանը դրանց դուրս կան, կարող են մասնակցել դներից, անոնք որ փանդերում են անշուշտ չեն կարծող, որ չեմ կարծել Zoom գաբլինի բանդում, բայց նաև Գարոնուրս վեապարին արգելել որ դուրս գա երկրից, բայց ինքն կարող է Zoom-ով մասնակցել։ Նաև կամ երրորդ խումբ, որի մասին ընդհանրապես չեն խոսում, այն առաջնորդները կամ եպիսկոպոսները, որ դարեցեն եւ չեն կարող ճամփորդել, իրենք էլ շատ առանց ճամփորդելու կարող են մասնակցել։ Այսինքն Zoom-ը ամեն հարցերը գլուծե, չեմ գիտեր եթե պետությունը ցև ունի խանգարելու Zoom-ի գաբը թե ոչ կամ Telegram որ ավելի դժվար է Telegram-ի գաբը խախտելը։ Ես կարծեմ որ ժողովը դեղի բիդուն է։ Միակ խանգարողը կարծում եմ բանտարկված հոգևորականներին կլինի, դժվար թե պետությունը, այսինքն ոչ թե պետությունը, այլ իշխանական խմբակը հնարավորություն տա նրանց Zoom-ով կապվել եպիսկոպոսաճյուղին մասնակցել եւ կարող է տեսնում եք որ կարող են համալրել նոր եպիսկոպոսներ բանտարկվածների թվին։ Չեն կարող մի քիչ երբեմն մեջ նոր եպիսկոպոս ցերնատրել։ Ինչ որ ունենք այդ է։ Չէ, այսինքն նոր եպիսկոպոսների գործ հարուցելով նորից տանեն բանտ գործ սարքեն։ Հիմա 4 եպիսկոպոսներ գտնվում են կալանքի տակ։ Այո, Փաշինյանի երկրում ամեն ինչ կարելի է, ինքը որտեղ դիկտատոր է, ինչ որ ուզում է անում է, անդեսելով, խախտելով սահմանությունը, օրենքները, դեր մոռանանք եկեղեցու սկզբունքները։ Իմ կարծիքով այս հարցը կարող է լուծել Zoom-ով, ինչ-որ ցավով, բայց երկրորդ ավելի կարևոր հարցը այն է, որ այս որ ժողով դեղի ունենա, ոչ միայն որ կարող են ճամփորդել, այլ երկրորդ հարց կա կարևոր, որ անոնք որ կարողանան ներկա լինել, պիտի լինեն մեծամասնություն թե ոչ եպիսկոպոսած, որտեղ մեկ մասը պանդում է, մեկ մասը չի մասնակցում, եթե հավելյալ պանդարգալներ լինեն եւ նաեւ դարեցներ որ չեն կարող ուրեմն կորոմը հետեւյալ ցևով է եթե ներգայի սկզբունքը այն է որ մեծամասնություն պետք է ներգա լինի կարող են շատ հեշտությամբ փոխել այդ սկզբունքը ասել որ մենք որոշումներ առնելու ենք ներգաների մեծամասնության ցայնով առանց հաշվելու բացականները, որտեղ մի հայերը մի կարևոր բարգա որ օգտագործում են այսպեսի բարականներ, ասում են փանավոր բացակա, այսինքն ընդունելի պատճառով չեն կարող ներկա լինել, ուրեմն իրենց քվեները կամ ներկայություն չեն հաշվում, անոնք որ ներկա են կամ մասնակցում են Zoom-ով, մեծամասնություն այդ մասնակցողներին կարող են որոշում առնել։ Այո։ Հետևենք իրադարձություններին, տեսնենք ամեն օր ինչ որ նոր բաներ ենք մենք լսում։ Հիմա փետրվարի 11-ին մինչև եպիսկոպոսատ ժողովը Միացյալ Նահանգների փոխնախագահն է այցելում Երևան եւ նաեւ Բաքու եւ շատերը մեծ ակնկալիքներ ունեն։ Իդեպ օրերս էլ այստեղ տեղի ունեցավ Վաշինգտոնում կրոնական ազատությունների համաժողով, որին մասնակցում են եւ նիկոլական այդպես անձինք եւ
նաև մարդիկ, ովքեր որ աջակցում են այսօր կաթողիկոսին եւ եկեղեցուն, հատկապես փայլուն ելույթեր կարծեմ հետևել եք բոլորդ էլ Արամ Վարդևանյանը փաստաբան թիրախավորված ներկայացրեց թե ինչ է իրականում կատարվում հարցս հետեւյալն է ըստ ձեզ կարող է ամերիկյան այս քրիստոնեական համայնքը որի ներկայացուցիչն է նաև J.D. Vance-ը իրավիճակ փոխել Ուրեմն մի շատ կարևոր հարց կա այստեղ որ պետք է մենք խոսենք Edel J.D. Vance-ը երբ որ Հայաստան այցելում է շատ կարևոր է որ անպայման գնա Էջմիածին եւ հանդիպում ունենա վեապարի հետ Այդ մեծ պատկամ կլինի թե իշխանություններին եւ թե ամբողջ աշխարհին որ մենք ունենք Հայաստանից եկեղեցու ունենք ամենայց կաթողիկոս Գետրոն Էջմիածին է եւ Ամերիկայի փոխնախագահը որ շատ բարձր պաշտոնի է հանդիպելով զրուցելով վեապարի հետ շատ կարևոր պատկամ է հիմա ես տեղյակ եմ ներքին կարգով որոշ ջիկեր որ այդ հանդիպումը տեղի ունենա, որտեղ մինչև ծրագրի վրա չկա այդպիսի հանդիպում, բայց փորձում ենք դասավորել, որ լինի այդ հանդիպումը։ Այսինքն ինչ որ զրույց է գնում փոխնախագահի հետ, հայկական շրջանակների կողմից։ Չեմ ուզում շատ բացահայտել այդ մասին, որ շխանկար են։ Արդեն բացահայտեցինք։ Տեր հայր, լսենք նաև ձեր խոսքը այս կապակցությամբ J.D. Vance-ի այցը ինչպես կարող է անդրադառնալ եւ եկեղեցու հետ կապված այս խնդիրների շուրջ եւ նաեւ հատկապես Բաքվում պահվող հայ գերիներ, որոնք ի դեպ այսօր մենք իմացանք, որ մեծ մասը ՑՄՀ են դատապարտվել, ինչ որ արդեն այդպես շինծու դատավարություններ են գնում, մի կողմից Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դատում մեջ հոգեվորականներին եւ քաղաքական գործիչներին, մյուս կողմից Ալիևը։ Այս իրավիճակը կարող է փոխել J.D. Vance-ի այցը։ Դժվար է ասել, բայց այսինքն ես համաձայն եմ բարոն Սասունյանի ասացի հետ, որ բարոն J.D. Vance-ի այցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինի վեհապար հայրաբերին չափազանց կարևոր է։ Մանավանդ որովհետեւ հարցի տեսանկյունի երկու կողմն են լսել դառնա, այսինքն բարոն փոխնախագահային։ Հիմա վերջո բարոն փոխնախագահը իր լիազորությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներու երկրորդ փաստաստիճան պաշտոնյան է նախագահներով եւ այս պատճառով շատ կարեւոր է որովհետեւ ներկայանա Մայրաթոր եւ որովհետեւ լսեմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհապար հայրաբեդի եւ եպիսկոպոսած տասի ունեցած բոլոր մտահոգությունները որոնք ամենցև այսօր կոչունթոդվում են որովհետեւ չկարողանան մասնակցել բանի եպիսկոպոսած ժողովի կրոնական հարցերով բոլոր տեսակ խոչընդոտումները, բոլոր տեսակ հալածանքները եկեղեցու դեմ, բادرակի ընթացքին աշխարհիկ իշխանության կողմէ իրենց այսպես ասած միջամտությունները եկեղեցու ներքին գործերին եպիսկոպոս է, եպիսկոպոս չէ, թադական իշխանությունը որոշում է ով եպիսկոպոս չէ, այս տեսակ անհեթեթ հարցեր, որպես վեհապարը բարձրացնե եւ պետք է բարձրացնե անշուշտ վստահ եմ գանի բարոն փոխնախագահի հետ Այս բոլորը անշուշտ պետք է անդրադարձ ունենա ամերիկյան մեդիայի վրա եւ մանավանդ մենք ավելի ոչ թե իմ կարծիքս հետեւյալն է ոչ թե մենակ ամերիկահայերս պետք է մեր հույսը տնենք բարոն J.D. Vance-ի այցելության վրա այլ մենք ինքներս preemptive կամ առաջընթաց բան ունենանք որ մենք այստեղ Միացյալ Նահանգներում մեջ ամեն տեսակ նյուզի, կոնգրեսի, երկկողմանի, այսինքն Democrat, Republican երկու կողմ մեր այցելությունները պետք է ավելի խտացնենք, ավելի շատցնենք, որպես իրենց ցույց տանք, որ այսպիսի իրավիճակ կա։ Բայց հիմա իրենք փապակելով կամ ոչ փապակելով այդ բանն են ստեղծած, այսպես ասած անդարբերությունը, ընդրովի անդարբերությունը, այսպես ասենք։ Ամենայն դեպս կալով Բաքվի մասին բանդարգալներուն իմ կարծիքը այն է որ ինչպես սկզբում ասեցի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ցերնոցի վես աշխատում է Ալիևի իշխանության հետ իրենց շահերի մեջ չինար որ այս բանդարգալները դուրս կան երկուսին այս շահերի մեջ են որ այս բանդարգալները ծմախ բանդարգվին եւ ուղագի բանդերից դուրս չկան շատ գաղտնիքների կամ շատ ուրիշ հարցերի պատճառով հիմա այս բոլորը հուսանք կփոխվին ընտրություններն հետո ընտրությունները շատ կարևոր են եւ մեկ բան էլ ուզենայի ավելացնել որ Նիկոլ Փաշինյանի այս ամբողջ ընթացքը այս ինչ որ գանի այսպես ասած գները իր գաբիգությունները թմփուկ նվակել սրդիկներ անել 14-15 տարեկան աղջիկաբես նախագահային տաշնամուր նվակելը երթալ շնորհակալություն հայտնել ցեղասպան մարդումը
նախարարները փոխանակ իրենց հարցերով սպառվին, բարելով սպառված են եւ այլն աստված գիտի թե մարդու իրավունքների պաշտպանը ինչով է սպառված եւ ինքնին այսինքն բանի դեղ գտնե որ բանել լուրջ ունի այս բոլորը երբ որ նկատի առնենք այս բոլորը երկրորդականներ են գլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյանի ընտրություններն են մենակ այս ամբողջ եկեղեցու տեսարան կամ ույս տեսարանները որ գհրամցնեն ժողովրդին որբեսի ցույց տա ասագամնա բոլորը իր համար երկրորդական են եւ բոլորը հրամցնում են կամ նետում են այսպես մարդկանց դիմաց որբեսի մենան եւ միայն մարդկանց ցույց տա իր գեղձ խաղաղության ծրագիրը որ գոյություն ունի եւ դրա մասին բարոն Հարոցասունյան վստահաբար ինքը ավելի լավ գիտե եւ որբեսի դրա հիման վրա ընտրությունները անպայման եւ այդ տեսարաններով մեկ մասամբ եւ մյուս մասամբ գեղձելով կարողանա վերադատրվել։ Այո։ Իմ կարծիքը այս է։ Շնորհակալություն Տեր-հայր, պարոն Սասունյան, Տեր-հայրը ասաց մի կարևոր միտք, որ Բաքվում պահվող գերիների հարցում շահագրգռված է ոչ միայն Ադրբեջանը, Ալիևը, այլ նաև Հայաստանի իշխանությունները։ Դուք եք կիսում այդ կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը եւս չի ուզում, որպեսզի հայ այսպես ասենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի օգնում որբեսի այդ բանալիները դուրս գան, այլ ամեն ինչ անում է որ խանգարե այդ մարդոց մեղքը եւ որբեսի ավելի երկար բանալություն ունենան, օրինակ համար դարի առաջ որ մոմնասուլիս տարես էր, առանց որ մի ժուրնալիստ հարցում հարցնի իրեն, ինքը շատ գամավոր հայտարարեց, որ Ռուբեն Վարդանյանը ինչի համար Ղարաբաղ եկավ, ով իրեն Մոսկվայից ուղարկեց, ինչ միսիայով ուղարկեց իրեն, սինես բոլոր հարցերը շատ վտանգավոր հարցեր են եւ Բաքուի թադարանում այս հարցերը արձարվում են եւ օգտագործվում են Ռուբեն Վարդանյանի թեմ։ Ինչ վերաբերում է այսօրվա որոշումին, ուրեմն կարծեմ որ երկրորդական է թե 19 տարի մի մասը բանալության արժանացել են թե ծմահ բանալության, որտեղ մենք իմանում ենք շատ լավ թե Ալիևի մտքի մեջ ինչ կա, ինքը ամեն անգամ փորձում է նոր զիջումներ գործել Փաշինյանից, եւ Փաշինյանը միշտ այո է ասում եւ անverջ բանջներ, անverջ զիջումներ։ Ուրեմն վերջերս որ տեսանք 4 հայ բանտարկյալներ Բաքվից ազատվեցին, ընդհանրապես երկու terroristների դիմաց։ Այո, այդ 4-ը ազատվեցին, որովհետև փոխանակեցին երկուսի դեմ։ Այդ երկուսի մասին ընդհանրապես չեն խոսում, բայց այդ երկուսը ծմահ բանտարկություն ունեին, որովհետև terrorist էին եւ Սուրիայից իսլամիստ ջիհադիստներ էին, եկել էին եւ հիմա իրենք ազատ արձակեցին, այսինքն փոխանակեցին։ Հիմա նույն բանը Ալիևը ինքը շատ լավ Փաշինյան նման չէ ինքը Փաշինյանը խորամանկ է, բայց խելացի չէ, բայց Ալիևը ավելի խելացի է, տեսնում է, որ ունի մի քանց իր ցերկում այդ բանտարկյալները, կարող է այդ բանտարկյալները մի օր փոխանակել մի շատ կարևոր զիջումի վերաբերյալ, օրինակի համար 300,000 ազերիներ, որ բանջում են, որ Հայաստան վերադառնան, եւ մեր կողմը հայկական կողմը ասում է ոչ, բայց եթե օրը կա, որ բանջի, որ այդ բաներները վերադառնան եւ ջնշում լինի Ամերիկայից կամ Եվրոպայից եւ այլն, ոչ միայն Հայաստանից, որտեղ ինքը Ալիևը Հայաստանի բանջները անդեսում է, կարող է այդ ազերիների հետ փոխանակել այդ բանտարկյալները։ Ուրեմն JD Vance-ը կարող է վերադարձնել հայ գերիներին ձեր կարծիքով։ Ուրեմն այդ էլ շատ կարևոր հարց է, որտեղ վերադառնալով օգոստոս 8-ին պետք է մոռանանք, որ օգոստոս 8-ին այդ հանդիման ընթացքին երկու առիթով Թրամփը ինքը խոսեց բանտարկյալների մասին եւ ասաց Փաշինյանը այդ մասին չէր խոսում, բայց Փաշինյանը ասաց ես բառացի հիշում եմ I would suggest ինչ որ ուրիշ բաներ ուզում խորհուրդ տար։ Թրամփը ասում էր լուծենք այդ հարցը զանգենք, չէ՞։ Ուրեմն Փաշինյանը շեղեց։ Շատ լավ հիշում եմ երկուսի բառերը հետեւյալներն էին։ Թրամփը ասաց 23 քրիստոնյաներ կան փանդում, հայ ասաց քրիստոնյան հայերը նկատի ունի, դու չես ուզում, չէ, դու ուզում ես, չէ, որ ազատագրենք այդ բանտարկյալները։ Ասաց այո։ Փաշինյանը ասաց այդ մասին մեմորանդումին հուշագրի մեջ չնշենք ոչ մի բան։ Ուրեմն ոչ միայն չի օգնում, Թրամփն է առաջարկում, ինքը ավելի խանգարում է Թրամփի առաջնորդը։ Եվ
եւ Հիմա կարող է խանգարել JD Vance-ի։ Մի րոպե, եւ նաեւ Թրամփ ասաց, որ ես Ալիևին կարող եմ զանգել եւ Ալիևը իմ սիրույց, իմ ցամար կարող է թողնել այդ բանդարգերները, որ զդակրվեն։ Ուրեմն եւ վերջավորության, երբ որ դուրս էր գալիս Փաշինյանը Սպիտակդանից, Թրամփը ասաց Փաշինյանին, իմ WhatsApp-ի համարը ունես, եթե ովը հարց լինի, խնդրեմ զանգե։ Եթե Փաշինյանը անգերս լիներ, անհնարին լիներ, օգոստոսից ի վեր արդեն 7 ամիս անցել է, մի անգամ չի զանգել Էների հարցով։ ասելով որ ինչ եղավ այդ քերներով Ալիևի մի խոսեիր չխոսեիր։ Հիմա ունենք գալով JD Vance-ին, JD Vance-ը նախ Ադրբեջան է գնում, հետո Հայաստան, եւ եթե ինքը ուզենա կարող է ճնշում բանացնել եւ Ալիևը չի կարող խուսափել այդ ճնշումից։ Այդ է որ փորձում ենք հիմա դեսնել, հիմա այս լուրը որ այսօր եղավ, որ դատաբարդեցին այսքան տարիներ, երկար տարիների բանդարգության, այդ հարցը արձարծվում է միջազգային մամուլում, դա օգտակար է, որ այսի ուշադրության կա փոխնախագահի աջենդայի վրա։ Շնորհակալություն եւ հանձնենք մյուս թեմային, որը չափազանց կարեւոր եմ համարում հատկապես մեր համայնքի համար։ Դա ուրեմն տիրադավների ցուցակը գլխավորող մեր թեմի առաջնորդն է Հովնան arczepiskopos Տերտերյանը, ով կարծես թե խորամանկ ինչ որ իմ տպավորությամբ քայլեր է անում, օրինակ ասաց, որ գնալու է մասնակցի ուրեմն եպիսկոպոս ժողովին։ Հիմա կաթողիկոսի անունը չեն զեղչում պատարակներում, որքան ես հասկանում եմ, բայց միամիտ պետք է լինել կարծելու համար, որ ինքը այդպես այդքան էլ տրված չէ, շատերի գնահատմամբ տրված չէ այդ տիրադավների շարժմանը, Նիկոլի աղանդավորական շարժմանը ես կասեի, շատերի գնահատմամբ հենց ինքն է կանգնած եւ նաեւ հովանավորում այս ամբողջը։ Ինչ կարող է անել հայ համայնքը, որտեվ մեր համայնքում դժգոհությունները շատ են, բայց կարծես թե այդպես ընդվզում չկա։ Կարող է արդյոք հայ համայնքը ուրեմն երկընտրանքի առաջ կանգնեցնել Հովնան Տերտերյանին կամ հրաժարվի Նիկոլական աղանդից կամ հրաժարվի թեմի առաջնորդի ուրեմն պաշտոնից։ Սկսենք Տեր հայրից, ձեր կարծիքով կարող է հայ համայնքը երկընտրանքի առաջ կանգնեցնել Հովնան Տերտերյանին եւ ինչ պետք է անել նաեւ խոսենք։ Այո, կարելիությունները կան, ժողովրդի մեջ արդեն ընդվզումը եւ զայրույթը արդեն կա։ Երբ որ մարդիկ ցան չեն հանում, չի նշանակում, որ այդ զայրույթը չկա մարդկանց մեջ։ Մարդկանց մեծ մասը, օրինակ այստեղ Կալիֆոռնիայում ես աշխուժ չեմ կարող հաստատ թիվ նշանակել կամ ասել, բայց գիտեմ, որ մարդկանց մեծամասնությունը այսօրվա Հայաստանում տեղի ունեցած եղեցույթ հալածանքներին բացարձակապես թեմ է եւ ոչ թե կողմ։ Ինչ որ ասվում էր նախապես իբրև թե կաթողիկոսի այս կամ այն արարքի համար, եթե իրենք ավելի նկատի առնեն ղարաբարության արարքները, մանավանդ թոշակառուներ կամ աշխատանքային կամ Հայաստանի ներքին այս ամբողջ տակնարարությունները խնդիրները խաղաղության անվանդակ, վստահաբար կգիտակցեն գիտեն, որ այս բոլորը խայծ է, այսինքն դեսարան է, որովհետեւ կարողանան ծածկել։ Հիմա համայնքը ինչ կարող է անել, շատ բան կարող է անել, այսինքն հիմա արդեն կետնի վրա կան, մարդիկ կան, որ արդեն ընդվզում անցել են, վաղաբակայում կսկսի կտեսնեք ցույցեր էլ սկսելու են, այսինքն առաջնորդարանի թիմաց կտեսնեք նաև մարդիկ, որոնք բացահայտ պիտի պահանջեն Հովնան Սրբազանի ասենք պաշտոնազրկումը, բայց ամեն բան նախ եւ առաջ կախված է եպիսկոպոսատ ժողովից։ Եպիսկոպոսատ ժողովը ինքն է, որ մեզ պիտի այլևս ուղեցույց լինի, վեհապար հայրապետը ինքն է, որ ուղեցույց կարող է մեզ լինել այստեղ։ Հիմա ճիշտ է մեկ դարբեր բարակամը եւս կա, որ այստեղ ճիշտ է առաջնորդը ընդրվում է թեմական իբրև ասենք ընդրության որպես արդյունք։ Բայց ամենայնտեղս մեկ ուրիշ պատճառը խնդիր էլ կա, որ վեհապար հայրապետը ցանկացած ժամանակ նույնիսկ եթե ընդրված է ասենք առաջնորդը, վեհապար հայրապետը իրավասությունը ունի դադարեցնելու ովևէ առաջնորդական ասենք պաշտոնը ովևէ պատճառով, օրինակ պայման չէ որ ասել որ օրինակ ընդրված է եւ հետեւաբար պետք է նստի։ Շատ պատճառներ կան, օրինակ համար եթե ասենք եղավ պատճառը, որ թեմի առաջնորդը ի վիճակի չէ, իզորու չէ, ասենք առողջական նպատակներով կամ խնդիրներով կամ օրինակ այս տեսակ բարակայով երբ որ ինքը լարված է ուղղակի մայրաթորի թեմ եւ ինքը ամեն բան անում է որովհետեւ մայրաթորի մեջ այս խլորդուկը շարունակվի,
որովհետև ինքն է որ հրադարագեցի 11 դերը վեհապար հայրաբեդի իրավունք իրավասությունը ունի այդ օր բայց հիմա ինչ կմտածե վեհապարը ես չեմ կարող պատասխանել այդ մասին ես մենակ կարող եմ ասել որ եպիսկոպոսատ ժողովը այս շատ հարցերու վրա իր լույսը պիտի ցակեցնե որովհետև եթե մենք բարեն ներքևից սկսենք ժողովուրդը որ արդեն կա եւ եպիսկոպոսատ ժողովը լավաբես տեղյակ է որ այստեղ ժողովրդի մեջ ուղագի զայրույթը կա ամեն օր նույնիսկ ստորագրություններ հավաքված են հարյուրավոր ստորագրություններ հավաքված են զանազան կաղոթները ուղարկված են մարատոր եւ նաեւ իրեն Հովնան Սրբազանին հիմա այս բոլորը այլևս ինչ տեղի ունենա բոլորը այս եկող շաբաթ այլևս կամած հայտնի կդառնա այսինքն դուք կարծում եք որ պետք է սպասել եպիսկոպոսատ ժողովին նոր կոնկրետ քայլեր անել համայնքում ես նկատի ունեմ թե ճնշումը պետք է շարունակել, որտեվ այո, ճիշտ ինչպես նշեցիք, ստորագրավակ կա, նույնիսկ ես լսել եմ, որ կարող են ինչ-որ ակցիաներ լինել պատարագից կամ պատարագից հետո այստեղ նաև քահանայած ժողով է լինելու, որքանով գիտեմ, նաև այդտեղ են ինչ-որ ճնշման փորձեր արվելու կամ ակցիաներ, ամեն դեպքում ըստ ձեզ համայնքը այսօր ինչ կարող է անել եւ ինչ պետք է անի Եվ նաև խնդրենք պարոն Սասունյանը պատասխանը այդ հարցին։ Այո, այսինքն իմ կարծիքս այն է, որ համայնքը արդեն սկսել է քայլեր առնել, այսպես անբաշտուն քայլերը սկսել են առնել։ Մարդիկ կան, որ ասենք ստորագրահավաքով, մարդիկ կան, որոնք ուղղակի Facebook-յան իրենց գրառումներով, քահանաներ կան, որոնք չեն խոսում, բայց բոլորն էլ այն մասը, որոնք դժգոհ են Հովնան Սրբազանի արածներից, չեն խոսում, բայց իմ հետ խոսելով իրենք արտահայտում են իրենց դժգոհությունը այս բոլորի նկատմամբ։ Եվ բոլորն ալ գիտեն, որ այս իրավիճակը, որ այսպես ոչ բնական իրավիճակն է, այսպես չի կարող շարունակվել բնականon եւ մանավանդ այս կամ բազմամարդ հսկայական թեմի վրա առաջնորդի որպես ընթացք, որովհետեւ սա այլևս պետք է հայտնի դառնա։ Կամ Հովնան Սրբազանը պիտի ասի ինքը ուղղակի բացարձակապես այս կորձերով նպաստում է Հայաստանից եկեղեցու քանդման արդեն անում է եւ գամալ պիտի հրաժարվի այսինքն այս որպես այս գործին ասենք եթե չհրաժարվի անշուշտ հետակա քայլերը ավելի խիստ կլինեն մայրաթորի կողմը հետեւաբար այս բոլորը նկատի առնելով մենք պիտի երևի տեսնենք եկողորերին թե ինչ պիտի տեղի ունենա բայց միևնույն ժամանակ ես չէի ասի որ պետք է դադարեցնենք սպասենք ոչ մենք պետք է շարունակենք ներքևից այսպես մեր բոլոր ընթացքը գործունեությունը եւ ժողովրդին արտնացումը որովհետեւ մեկ հարց էլ կա ամերիկահայության մեկ մասը որոնք հայերեն գարտա չեն գիտեր կամ չեն հետևում այդ կան լրահոսին չեն հետևում Հայաստանի ամեն փոքր կամ օրե-օր փոխվող լուրերուն անոնք ընդհանրապես գիտեն ինչ որ մի խաղապար որը գրնալալ հնացած է եւ որի հիման վրա ունենան իրենց անձնական կարծիքը բայց այդ բոլորը պետք է փոխվի որովհետեւ ամեն օր նորություն կա Հայաստանում եւ այդ նորությունները պետք է հрамծվին ամերիկահայության ասենք նույնիսկ անգլիա լեզու մեր հայկական ասենք մամուլով կամ հերոստատեսություններով որովհետեւ արտնանան մարդիկ իմանան թե դերյակը լան իրազեկը լան իսկ միշտ կողմը վերևից այսինքն իշնող եպիսկոպոսատ ժողովի իր խոսքը պիտի ասի Հիմա եկող օրերուն ծողջուս արմանան, որ քանի մգարկալություններ չարցալ կարող են տեղ ունենալ, մանավանդ եպիսկոպոսատ ժողովից հետո։ Սրա մասին ասենք։ Հուսանք, որ շատ-շատերը դրան են սպասում, որպեսզի կոնկրետ գործողություններ անեն։ Մենակ բայց ասեմ մեկ բան էլ։ Մենակ գարկալությունությամբ չի վերջանա հարցը։ Այսինքն գարկալությունից հետո առնվելիք քայլերը։ Հիմա մեկ տարբերություն էլ կա, որ սպյուրքում դարբեր է իրավիճակը քան թե Հայաստան։ Հիմա Հայաստան եթե ասենք եպիսկոպոսը գարկալույս դարձավ, այնտեղ դժվարություններ կարող են ցակել, որովհետև pedagogan ապարատը իր կողմն է։ Ասենք Նիկոլ Փաշինյանի կառավարությունով եւ այլն։ Այո, թադական իշխանություն, որ ամբողջ թադախազություն, թադական իշխանություն բոլորը իրենց, այսպես ասած, Պաշտպանության նախարարության օրինակ հայտարարությունը երկու օր առաջ կընտերեսների համար։ Իսկ այստեղ սպյուրքի մեջ լրիվ տարբեր կարող է լինել իրավիճակը, որովհետև այստեղ սպյուրքում Նիկոլ Փաշինյանը գզրգվի իր ամենամեծ այսպես բազայից։ Այո, այո։ Պարոն Սասունյան, կիսում եք տեր հոր կարծիքը եւ ինչ լուծում եք տեսնում։ Մեր համայնքին մասին է խոսքը։ Իմ կարծիքով այդ ռոբեին 3 շաբաթ առաջ նախքան Հովնան Սրբազանի հայտարարություն 11 կետերով Հայաստան, որ հավաքվեցին այդ հակառակորդները եւ մի թուղթ ստուակրեցին, Փաշինյանը առաջին սուակրով եւ որպես վարչապետ կարևոր է, որտեղ ինքը անընդհատ
ասում եմ ես շարքային Սուտ խոսելով ասում եմ որպես Հայաստանի եկեղեցու անդամ, բայց ինք որ ստուակրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, ինչ որ օրենքով արգելված է, խախտում է։ Եվ իր անունն իդ ամիջապես երկրորդ անունը Հովնան Սրբազանն էր։ Եվ այս խումբը չեն ընդունում, որ Կարեկին վեապարը ամենահայց կաթողիկոսն է, ուրեմն եթե ովևէ առաջնորդ arczepiskopos չի ընդունում իր մեծավորին, ինքը այլևս կապ չունի Հայաստանից եկեղեցու հետ։ Այսինքն ինքը ինքնին դուրս է անել եկեղեցից։ Ուրեմն պետք է որ կամ պաշտոնազրկվի, կամ գարկալուց արվի, որտեղ չի կարելի այսպեսի ներքին հեղափոխության ճանաչում, որ շատ նորմալ մի բան է, որ առաջնորդները չեն տարգվին վեապարին։ Եթե չեն, ես իմանում եմ, բոլորի պատճառը ինչ է, Հովնան Սրբազանը նորմալ իրեն ճանաչելով իր նկարակիրը, երբեք չէր համարձակվի այսպեսի հերու քայլերի գնալ, բարձրապես իրեն խոստացել են, որ երբ որ Կարեկին վեապարին վար առնեն, փոխարինեն իր կաթողիկոս, որ ինքը այդ պատճառով է, որ այսքան համարձակ արտահայտվում է, եթե ոչ համարձակվի։ Ինչ վերաբերում է նաև իր հայտարարության, որ գնալու է Ավստրիա, որ ինչ որ հագարակ է իր խմբագի որոշումին, որոշ մարդիկ սկսան գասկածել, որ ասի թերևս ինքը միտքը փոխել է, իդ քայլ արել, այդպեսի բան չկա, ճիշտ հագարակը գնում է այդտեղ, որպեսզի դեղություն վերցնի, լրտեսություն անի եւ նույն օրը փոխանցի Փաշինյանին, թե ով ինչ ասեց, ով խոսեց, եւ Փաշինյանը որոշեց թե ում թեմ պիտի քայլեր արի։ Ինչ պետք է անի հայ համայնքը, ինչ կարող ենք հիմա մենք անել եւ ուրեմն շատ կարեւոր է եպիսկոպոսած ժողովուրդը։ Սերսերոպը ասեց շատ կարեւոր է որ մեր համայնքը լուրջ չմնա, իր խոսքը ասի, փողոքը ներկայացնի, որտեվ անդադ խոսվում է որ համայնքը լուր է, համայնքը չի հետաքրում համայնքին, չի մասնակցում, համայնքը պետք է խոսքը ասի, փողոքներով, ստորահավաքներով, նաև այդ փողոքներուն նպատակն է որ ճնշում բանեցվի թեմական խորհրդի վրա, որտեղ իրենք որ կարող են պաշտոնազրկել անգախ կաթողիկոսը ինչ է անում, իրենք են ընտրել առաջնորդին, իրենք են կարող են պաշտոնազրկել, հիմա այդ թեմական խորհրդի մեծ մասը Հովնան Սրբազանի մարդիկն են, աջակիցներն են, պետք է որ բավական մեծ ճնշում լինի իրենց վրա, որ իրենք այստեղ ապրում են, չկարողանան իրենց կյանքը նորմալ ապրել, ես չեմ խոսում ովևէ վտանգի մասին, բարձ ճնշումի մասին, որպես իրենք իմանան, որ պետք է իրենք մասնակից լինեն ժողովրդի այդ փողոքին եւ իրենց փողոքը ներկայացնեն առաջնորդին։ Այո, հենց Կիրակի օրերը կարելի է գնալ եկեղեցի եւ Հովնան Տերտերյանին դիմավորել այնտեղ ասելով դուք հիմա ում հետ եք Նիկոլի Աղանդի թե կաթողիկոսի ընտրեք մեկ կողմնորոշվեք ինչ եք ուզում անել շատ շնորհակալ եմ պարոն Սասունյան հետաքրքիր զրույցի համար Տեր հայր ձեզ նույնպես շնորհակալություն ակնկալում ենք ձեզ տեսնել այստեղ գիտեմ որ առաջիկայում այցելելու եք Լոս Անջելես շնորհակալ եմ շատ աստված կամենա գլինի շատ շուտով Այսքանը նաև ձեզ շնորհակալություն մեզ հետևելու համար կհանդիպենք